Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական գործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Թեհրան։ Իրանի դեսպանն է հայտարարել Երևանում Իրանի ազգային տոնի Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի նվիրված արարողության ժամանակ։ Դեսպանը 2025 թվականը Իրան-Հայաստան հարաբերությունների պատմության մեջ արդյունավետ ձեռքբերումներով լի տարի է համարել։ Հիշեցնելով, որ այս տարի նշվում է Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը, դեսպանն ասել է, որ Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Իրանի 150 հազարանոց հայ համայնքն ու Իրանում տասնյակ հայկական կարևոր սրբավայրեր վկայում են երկրների անկախտելի կապի մասին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ շնորհավորելով տոնի առթիվ նշել է, որ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ընդլայնելու եւ խորացնելու Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Անցած տարվա ընթացքում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ, ինչպիսիք են համագործակցության վերաբերյալ 12 հուշագրերի ստորագրումը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Երևան կատարած այցի ընթացքում, հանդիպումների, քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, պաշտպանական հարաբերությունների բարձր մակարդակով զարգացումը, միջազգային կազմակերպություններում եւ հարթակներում փոխադարձ աջակցությունը, անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի նոր փաստաթղթի մշակումը, համատեղ հիպատոսական հանձնաժողովի 13-րդ նիստի անցկացումը, Իրանական ընկերության կողմից Քաջարանի մեծ տունելի նախագծի մրցույթին հաղթող ճանաչվելը, 70 հոգանոց հայկական գործարար պատվիրակության ներկայությունը Իրանեքսպո 25 թվականի ցուցահանդեսում, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթղթի պատրաստումը, որը հուսով ենք այն կստորագրվի ՀՀ վարչապետ մեծարգո պարոն Փաշինյանի 26 թվականի Թեհրան կատարվելիք այցի ընթացքում։ 2025 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում Իրանի եւ Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը չնայած չհաշված պաշտպանական ոլորտը հասել էր 698 միլիոն դոլարի եւ երկու երկրների ղեկավարների կողմից նախանշված 3 միլիարդ դոլարին հասնելու տեսլականը դեռ առջևում է։ Այսօր Իրանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևակողել եւ երկու երկրների ղեկավարների միջև փոխադարձ վստահությունն այդ հարաբերությունների եւ ռազմավարական գործընկերության հիմնական կապիտալն է։ Մենք պլանավորում ենք հարաբերությունները ինստիտուցիոնացնել համապարփակ ռազմավարական գործընկերության շրջանակում, որպեսզի գործառնական ճանապարհային քարտեզի շրջանակում համագործակցության թե մասշտաբը, թե խորությունը լրջորեն ընդլայնվեն։ Հարգարժան հյուրեր, Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը եւ համոզված է, որ տարածաշրջանի համապարփակ զարգացման եւ կապերի խորացման նախապայմանը տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղությունն ու բարեկամությունն է։ Բացի այդ, մենք կարևորում ենք հաղորդակցությունների զարգացումը եւ ավաշրջափակումը տարածաշրջանի բոլոր երկրների տրանսպորտային եւ տարանցիկ հնարավորություններից օգտվելու շրջանակներում։ Հարավային Կովկասի տարածաշրջանում կա հսկայական տնտեսական ներուժ, որը փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցությունն ու սիներգիան կարող են ծառայեցնել տարածաշրջանի ժողովուրդների զարգացմանն ու բարեկեցությանը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր ռազմավարությամբ ցանկանում է տեսնել ուժեղ, զարգացած եւ հարուստ Հայաստան։ Երկարատև ավանդույթի, պատմական, քաղաքակրթական եւ մշակութային կապերի վրա հիմնված Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ունի աճի, զարգացման, առաջընթացի, ավելի մեծ փոխկապակցվածության եւ գործընկերության հստակ ուղի։ Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը կձգտի իր դերն ունենալ այս հուսադրող տեսլականի իրականացման ուղղությամբ պետական պաշտոնյաների հետ սերտ կապերի եւ համագործակցության գործում։ پاینده با دوستی ایران و ارمنستان. Կեցցե Իրանի եւ Հայաստանի բարեկամությունը։ خیلی متشکرم. Գոհնակությամբ պետք է ընդգծեմ, որ առկա քաղաքական երկխոսության եւ փոխշահավետ համագործակցության արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները օրեցօր զարգանում են ի նպաստ երկու բարեկամ երկրների ժողովուրդների բարօրության։ Բարձր են գնահատում Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչած հայտարարությունները, ի սատարում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության
եւ սահմանների անկախտելիության, հատկապես այն շրջանում եւ տարածաշրջանային զարգացումների բերումով Հայաստանը իրապես ուներ նման աջակցության կարիք։ Հարգելի գործընկերներ, նախորդ տարվա կարևոր իրադարձություններից էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Հայաստան, որի շրջանակում երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը։ Ցանկանում եմ հայտնել, որ Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցերի քննարկման եւ համագործակցության զարգացման նոր հնարավորությունների բացահայտման համար կարևոր հարթակ է մեր երկրների միջև գործող միջկառավարական համատեղ հանձնաժողովը։ Օգտվելով առիթից, որպես հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, նշեմ, որ ուրախ կլինենք հանձնաժողովի հերթական նիստը այս տարի կազմակերպել Երևանում եւ հյուրընկալել Իրանի մեր գործընկերներին։ Նշեմ նաև, որ միջկառավարական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում մենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում համագործակցությունը Իրանի եւ Հայաստանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Կարևոր եմ համարում, որ մեր հարաբերությունների երկկողմ օրակարգ ընդգրկում է հարցերի լայն շրջանակ, սկսած տնտեսական համագործակցությունից մինչև տրանսպորտ, առողջապահություն, կրթություն, մշակույթ, շրջակա միջավայր եւ զբոսաշրջություն։ Ամփոփելով պետք է վերահաստատեմ, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը։ Վենսի այցից հետո ազդակներ կան Ռուսաստանից, արտգործնախարարության խոսնակն ասել է, որ Հայաստանն ազատ է գործակցելու ցանկացած գործընկերոջ հետ, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում։ Մարիա Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանն ատոմային էներգիայի ոլորտում Երևանի հուսալի գործընկեր է եղել տասնամյակներ շարունակ, նպաստել է հայկական ատոմակայանի վերականգնմանն ու վերագործարկմանը։ Մոսկվայի օգնությամբ իրականացվել է Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու նախագիծ։ Համատեղ աշխատանք է տարվում ատոմակայանի կյանքը մինչև 2036-ը երկարաձգելու շուրջ։ Դիվանագետի խոսքով Ռուսաստանը միակ երկիրն է, որն արդեն շահագործում է փոքր հզորության մոդուլային ատոմակայաններ եւ Հայաստանին առաջարկել է փորձարկված լուծումներ, ցուցադրել տարբերակներ, որոնց միջոցով ատոմային էներգիան կպահպանի նշանակալի դերը հանրապետության էներգետիկ հաշվեկշռում, այդպիսով նպաստելով էներգետիկ ինքնիշխանությանը։ Պատրաստ կլինենք նաեւ մշակել արտոնյալ ֆինանսական մոդելներ, այդ մասին եւս բազմիցս ասվել է հայկական կողմին, ասել է Զախարովան, հավելելով, որ այս բոլոր առաջարկները մնում են սեղանին։ Շարունակենք, խորհրդարանը քննարկել է Հայաստան խմբակցության ներկայացրած հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը։ Պատասխանելով ընդդիմադիրների հարցերին Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ ինքը որևէ կուսակցության անդամ չէ, բայց մտքի կուսակցության անդամ է։ Արձագանքելով դիտարկմանը, թե որպես հանձնաժողովի անդամ նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել, ինչի իրավունքը չուների պաշտոն է, Հակոբյանն ասել է. «Ես իրավունք ունեմ քաշվել մի կողմ եւ չհետեւել մեր ժողովրդի այսօրվա քաղաքական վիճակի անցուդարձին»։ Նրա խոսքով ինչ ինքն ասել է, քաղաքական որևէ ենթատեքստ չունի, ունի պատմական ենթատեքստ։ Հիշեցնեմ, Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է Հակոբյանի լիազորությունները դադարեցնել, քանի որ ըստ ընդդիմադիր պատգամավորի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Հակոբյանը քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հույդայի հասցեին, եւ այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով։ Թեժ բանավեճ է սկսվել, Հայաստան խմբակցությունը լքել է դահլիճը։ Ես գրող եմ, մտավորական եմ, ես մեր ժողովրդի պատմությունը գիտեմ եւ իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները լինեն քաղաքական, լինեն կուսակցական, մտավորականի դիրքերից վերլուծելու, եզրակացություններ անելու, իհարկե պահպանելով կոռեկտության կամ սահմանները։ Դուք մոռանում եք, որ դուք այստեղ եք որպես ՀՌՀ անդամ, որը խախտել է սահմանադրական պահանջը ՀՌՀ անդամի։ Եվ նորից դուք տանում եք ձեր մշակութային ոլորտ, դուք ՀՌՀ անդամ եք, եւ այստեղ ներկայանելով ամենամեծ կուսակցության անդամ, ասել է թե ժողովրդի, դուք
փաստորեն հայտարարելով դա դուք խախտում եք ժողովրդի ամենամեծ, ամենագլխավոր մայր փաստաթուղթը, սահմանադրությունը։ Մայր փաստաթուղթը խախտողը չի կարող իրեն հայտարարել ժողովրդի ամենամեծ կուսակցության անդամ։ Դուք չեք կարողանում ընկալել, թե չեք ուզում ընկալել, որ ՀՌՀ անդամը իր գործունեության, լիազորությունների իրականացման ամբողջ ժամանակահատված պետք է հասկանա այն տարիները, որի ընթացքում ինքը այդ կազմակերպության, այդ կոմիտեի, այդ հանձնաժողովի անդամ է։ Դուք ձեր ամբողջ այդ 6 տարիների ընթացքում, 5 տարիների ընթացքում ինչքան կմնաք, այդ ընթացքում անդամ եք, մշակույթի ներկայացուցիչ չեք։ Հասկանալի է։ Ես նորից պետք է կրկնեմ ձեր նորից կրկնածը։ Ես իրավունք ունեմ քաշվեմ մի կողմ եւ չհետևեմ մեր ժողովրդի այսօրվա քաղաքական վիճակի անցուդարձին։ Ձեր մեղադրանքի մեջ հիմնականը, որ ինձ վերաբերում է, կոռեկտության ուրեմն սահմանները խախտելն է։ Ես երեք իմ ելույթի մեջ ասացի, լավ կլիներ, որ ընդհանրապես այդ կոռեկտություն հասկացության մի հատ սահմանումը տրվեր, կոռեկտ լինել չի նշանակում գլավլիտի տակ լինել եւ չի նշանակում կոնյունկտուրայի նպատակներով կամ վախերով պաշտոնը կորցնելու կամ ազգային ժողովի որոշ ուրեմն քո հայացքները չկիսող խմբերի կամ խմբակցությունների կողմից քննադատվելուց վախենալով ցենու ծպտուն չհանել։ Ինչ որ ես ասել եմ, քաղաքական ոչ մի ենթատեքստ չունի, ունի պատմական ենթատեքստ, ես ծնված օրվանից մինչև այսօր այդ ենթատեքստի մեջ եմ։ Դուք, հարգելի գործընկերներ, դուք օգտագործում եք իր պաշտոնը որպես թոփ։ Իրեն դուք օգտագործում եք ժողովրդավարության կանոնները ժողովրդավարության դեմ։ Դուք ուզում եք փակեք իր բերանը, օգտագործելով օրենքի տառը, այստեղ է դա տեղի ունենում։ Դուք չեք ուզում, դուք վիրավորված չեք, դուք զինաթափված եք։ Դրանք տարբեր բաներ են, պարոն Ավետիսյանն ասում է, ես վիրավորված եմ, ոչ, ինքը ձեզ չի վիրավորել, ինքը ձեզ զինաթափել է։ Այդ դա է, որ դուք իրան չեք ներում, եւ ուզում եք իր բերանը փակեք։ Եթե նա չլիներ ՀՌՀ անդամ, եւ եթե դուք լինեիք իշխանություն, դուք իր բերանը ուրիշ ձև կփորձեիք փակել։ Բայց քանի որ հիմա ուրիշ ձև չունեք իր բերանը փակել, իր պաշտոնով եք ուզում իր բերանը փակեք։ Այդ աստեղ տեղի ունենում բովանդակային առումով։ Ոչ թե այն, որ դուք ուզում եք պահպանել սահմանադրության այսինչ եւ այնինչ նորմը։ Մարտահրավերը, այո, դուք զգում եք, որ ձեր մոնոպոլիան քաղաքական մտային դաշտում վտանգված է։ Սրա կռիվն է։ Երբ որ դու չունես պետություն եւ ուզում ես ազատագրվել դեսպոտիզմից, դա ինչ որտեղ հասկանալի է։ Երբ որ դու ունես ինքնիշխան պետություն, դու ինչից ես ուզում ազատագրվել։ Եվ մի հատ էլ մահ կամ ազատությունը շարունակում ես համարել քո կարգախոսը։ Ինչից։ Ոնց որ թե ձեր մոտ ազատագրական պայքարը հիմնականում հաջողվում է ողջախոհությունից։ Ոնց որ թե դուք հիմնականում ռացիոնալությունից եք ազատագրվել միջև այս պահը։ Եվ ամեն կերպ մենք ձեզ ուզում ենք նորից վերադարձնել ռացիոնալության գիրկը եւ պարոն Մովսեսի ասած այդ քաղաքական ադապտացիան ինձ թվում է դրա մասին է։ Դա նրա մասին չի, որ դուք կրավորաբար բան արվեք, ուծացվեք կոնյունկտուրաներին, դա նրա մասին է, որ դուք 21-րդ դարում լինեք 21-րդ դարի քաղաքական ուժ։ Հիմա դաշնակցությունը ինչ է, դաշնակցությունը հիմա ոնց որ գիտեք ինչ է, Pentium 1 է։ Ու հիմա ինքը ուզում է Pentium 1-ը տանի iPhone 17-ի վրա բան անի, այդ soft-ը ինստալ անի։ Չի աշխատելու ժողովուրդ ջան։ Ու հերիք չէ, ու ուզում է տա ժողովրդին, որ ժողովուրդն էլ օգտագործի այդ Pentium 1-ը iPhone-ի վրա, որ ասում է վերցրեք օգտագործեք ժողովուրդն, բնականաբար ոնց վերցնի այդ Pentium 1-ը օգտագործի։ Դուք որ խոսում եք այստեղ պարգևավճարներից։ Հիմա շատ լավ։ Որքանով է բարոյապես ճիշտ, որ ինքներդ ստացել եք այդ պարգևավճարը։ Ընդ որում դա պարգևավճար չի, դա հավելավճար է։ Ինքներդ ստացել եք այդ հավելավճարը։ Բայց գալիս եք այս ամբիոնի մոտից, քննադատում եք այդ հավելավճարը, հասկանում եք։ Սրա մասին է խոսքը, ինչի չեք հրաժարվել դրանից։
Պետական ստանդարտից դուրս Հայաստանի Հանրապետության օժներքի տարբերակներ միացնելը կարգելվի, ամփոփելով նախորդի որդներքի մասով կատարված աշխատանքները, կառավարության նիստում նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է օժներքի կատարման կարգը, որով սահմանվում է, թե երբ, որտեղ եւ ինչ տարբերակներով պետք է հնչի այն եւ ինչ ստանդարտի կիրառմամբ։ Պարտադիր է պետական միջոցառումների ժամանակ օժներքի կենդանի կատարումը։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, ինչ վերաբերում է այլ կառույցներին, այդ դեպքում ստանդարտ է սահմանվում, որ պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է, տեղադրված է պաշտոնական կայքում։ Դրանից դուրս օժներքի տարբերակներ միացնելն արգելվում է։ Վարչապետը հավելել է, որ պետք է խնդրել նաև հանրային հեռուստաընկերությանը փոխել օժներքի հնամաշ հոլովակը։ Ժաննա Անդրեասյանը պատասխանել է, որ հոլովակի մասով սցենարային առաջարկը կա եւ առաջիկայում այն կկիրառվի։ Խնդրենք հանրային հեռուստատեսությանը այդ հնամաշ հոլովակը ի վերջո պետք է փոխել։ Ինչքան կարելի է հասկանալ 20 լավ չեմ հիշում, բայց ես ինչքան հիշում եմ, այդ մի հոլովակն է, այսինքն մեր բանը, մեր պետությունը կամ մեր մյուս կառույցները, հեռուստատեսությունները գումար չունեն, 2 տարին մեկ թարմացնեն պետական օրհներքի հոլովակը։ Սա վերաբերմունք է, չէ՞։ Ասենք ոնց որ մենք ասենք, ենթադրենք 12 թվից, ասենք նույն շորերով ման կան։ Կանենք, մեկը սնենց բան կա, կանենք, բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք հա դե լավ այլ ինչ ա եղել։ Մեկը ժամը 12-ին ոչ նայող կա, ոչ լսող կա, առավել եւս ոչ էլ ոտի կանգնող կա։ Ինչ իմաստ ունի։ Սա վերաբերմունք է։ Այս վերաբերմունքը, բայց այդ մենք այս դրվագով ենք նայում։ Հետո այդ վերաբերմունքը արտահայտվում է անընդհատ տարբեր տեղերում, տարբեր առիթներով եւ այլն եւ այդպես շարունակ։ Պետք է դրված էր, չէ՞ խնդիր, որ պետք է հոլովակ նոր նկարահանենք։ Լուծել ենք այդ հարցը։ Այո, պարոն վարչապետ, նման խնդիր դրված է եւ ես կարծում եմ, որ առաջիկայում այդ հոլովակը արդեն, որտեղ սցենարային առաջարկը կա եւ այդ հոլովակը նաեւ հասանելի կլինի, պատրաստ կլինի եւ կսկսի կիրառվել։ 2025 թվականին առաջին անգամ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով, վարչապետն է հայտարարել։ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ 2026-ի հունվարին զբոսաշրջության բացարձակ ռեկորդ է գրանցվել բոլոր ժամանակների հունվար ամսվա համեմատությամբ։ 179,400 զբոսաշրջիկ հունվարին երբևէ չէր եղել Հայաստանում։ Նախորդ լավագույն ցուցանիշը եղել է 20,000-ով պակաս, իսկ անցած տարվա ցուցանիշը 40,000-ով ավելին, այսինքն այս հունվարին 29%-ով ավելի շատ զբոսաշրջիկ ենք ունեցել, քան նախորդ հունվարին, ասել է նախարարը։ Անկախությունից ի վեր անդադ խոսել ենք, եւ դա եղել է մեր մեծագույն խնդիրներից մեկը Հայաստանից արտագաղթի խնդրի մասին, եւ մեծ հաճույքով ենք արձանագրում, որ 2025 թվականը առաջին տարին է, երբ որ Հայաստանից մեկնած կամ ավելի ճիշտ Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը շուտ 8600-ով ավելին է, քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը, այսինքն սա ըստ էության նշանակում է, որ 2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով, բայց նաև այդտեղ մենք տեսնում ենք, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, մենք տեսնում ենք նաև զբոսաշրջային հոսքերի շատ մեծ փոփոխություն, որովհետև 2025 թվականի արդյունքներով տարվա արդյունքներով այդ թվում օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը 23000-ով գերազանցել է նախորդող շրջանի բոլոր շրջանների, այսինքն ամենաշատ թվով մենք այցելուներն ենք ունեցել։ Ես կարծում եմ, որ դա տեսանելի էր նաև ամանորի տոնակատարությունների ժամանակ եւ էտել ենք մենք մտածում, որ արդեն մենք ամանորի տոնակատարությունները պետքա վերաբերվենք որպես զբոսաշրջային ապրանք, որովհետև կարծես թե գնալով ավելի է հետաքրքրում մեր օտարերկրյա զբոսաշրջիկներին Հայաստանի Հանրապետությունում ամանորի տոները անցկացնելը։ Իհարկե մենք ունենք նաև խնդիր, որ զբոսաշրջության հետ կապված մեր վիճակագրական մեթոդաբանությունները պետք է անընդհատ թարմացնենք, որպեսզի որ համոզվենք, որ ճիշտ ենք զբոսաշրջիկ, ճիշտ ենք անվանում, այսինքն զբոսաշրջիկ անվանում ենք նրանց, ովքեր հենց
հենց բառացիորեն զբոսաշրջիկ են։ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն գործարար Սամվել Կարապետյանն է, մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն է հայտարարել։ Մարզահամերգային համալիրում կայացել է Ուժեղ Հայաստան կուսակցության պաշտոնական շնորհանդեսը։ Կուսակցության նախագահը ևս Սամվել Կարապետյանն է։ Նախորդային վաղաշաբաթում ձերբակալված 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավն ու բացակայության արգելքը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնեմ, խոսքը հաղթանակ դաշինքի անդամների եւ աջակիցների մասին է։ Նախորդային հաղթանակ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է 10-ից ավելի մարդ, այդ թվում ավականու անդամներ եւ դաշինքի աջակիցներ։ Ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել քննչական կոմիտեն, որտեղ նշված էր առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքում հաղթանակ դաշինքի ավականու ցուցակում ընդգրկված ՍԴ-ն, ՆՕ-ն եւ նույն դաշինքի աջակիցներ ԱԱ-ն եւ ՄՄ-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին, այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Կոմիտեն նաեւ ձայնագրություն էր հրապարակել։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը։ Բանաձևն ուղարկվել է Սենատ, սակայն դրա օրենք դառնալու հավանականությունը փոքր է։ Ակնկալվում է, որ Թրամփը վետո կդնի բանաձևի վրա, եթե այն հաստատվի վերին պալատի կողմից։ Փետրվարի 1-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել Կանադայից, Չինաստանից եւ Մեքսիկայից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ինչպես նշվում է փաստաթղթում, Մեքսիկայից Կանադայից ներմուծման համար սահմանվում է 25% մաքսատուրք, 10% Կանադայի էներգետիկ ռեսուրսների վրա։ Միացյալ Նահանգները լրացուցիչ ռազմական ուժեր է ուղարկում Իրանի մոտ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Բեսենթի խոսքով ԱՄՆ նախագահը կարծում է, որ իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն կարող է ավելի շահավետ գործարք կնքել Թեհրանի հետ, եւ այդ հարցի վերաբերյալ որոշումը Իրանի իշխանություններինն է։ ԱՄՆ ֆինանսների նախարարը պնդել է, թե Իրանը հասկանում է միայն կոպիտ ուժը, լինի դա ֆինանսական շուկաներում, թե ռազմական ոլորտում։ Հունվարի 26-ին Վաշինգտոնը հայտարարել է, որ հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան։ Ամերիկյան կողմը հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ եւ կկնքի արդար եւ իրավահավասար գործարք, որը կենթադրի լիակատար հրաժարում միջուկային զենքից։ Իսրայելը միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է ԱՄՆ ղեկավարի, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հանդիպեցի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վաշինգտոնի Բլեյր Հաուսում։ Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ իմ հանդիպումից առաջ ես համաձայնագիր ստորագրեցի Իսրայելի խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ։ Մենք կշարունակենք ամրապնդել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև անխզելի դաշինքը, նշել է Նեթանյահուն X-ում կատարած գրառման մեջ։ Reuters-ը հայտնում է, որ արդեն Սպիտակ տանը կայացած հանդիպմանը Նեթանյահուն եւ Թրամփը քննարկել են Իրանի հարցը։ Խաղաղության խորհուրդն իր առաջին նիստը կանցկացնի փետրվարի 19-ին Վաշինգտոնում քննարկելու Գազայի վերակառուցման հարցը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է երկրում նախագահի ընտրություն եւ հանրաքվե հայտարարելու ծրագրերի մասին։ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան ընտրություններ կանցկացնի միայն անվտանգության երաշխիքներ ունենալուց եւ Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի կնքումից հետո։ Ընտրություններն Ուկրաինայում փաստացի կասեցվել են Ռուսաստանի 2022 թվականի հարձակումից ի վեր ռազմական դրություն մտցնելու պատճառով։ Ուկրաինայի սահմանադրության համաձայն երկրում ռազմական դրության ժամանակ ազգային ընտրությունների անցկացումը անօրինական է։ Զելենսկին ընդգծել է, որ ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեն, հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հաստատվի հրադադար։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով, եթե Ռուսաստանը նույնպես համաձայնվի, ապա կա հավանականություն, որ հնարավոր լինի դադարեցնել ռազմական գործողությունները մինչև ամառ։
Ղրղստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել։ Նուրլանբեկ Տուրգումբուկ Ուլուն նշել է, որ անհրաժեշտ է համարում ասել, որ չի ծառայում 1 կամ 2 անհատի, այլ ծառայում է ժողովրդին, պետությանը եւ խորհրդարանին։ Նա նշել է, որ հրաժարական է տալիս կամավոր սկզբունքով եւ որ դա իր անձնական որոշումն է։ Խոսնակի հրաժարականի հարցը քննարկվում էր Ղրղստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևի պաշտոնանկությունից հետո։ Տուրգումբեկ Ուլուն 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ է ընտրվել 2025 թվականի դեկտեմբերի 17-ին։ Նա նաև ղեկավարել է երկրի օրենսդիր մարմինը նախորդ գումարման ժամանակ։ Ավելի վաղ նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնանկ էր արել Ղրղստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևին եւ նրա 3 տեղակալներին։ Նա իր որոշումը բացատրել էր ազգային միասնության ամրապնդման եւ հասարակության մեջ պառակտումների կանխարգելման անհրաժեշտությամբ։ Եվրամիությունը որոշում է կայացրել դադարեցնել Վրաստանի դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի գործողությունը։ Այդ միջոցը չի տարածվում Վրաստանի սովորական քաղաքացիների վրա։ Եվրամիության անդամ 27 երկրներից այդ որոշմանը դեմ են քվեարկել Հունգարիան եւ Սլովակիան, սակայն նրանք եւս պարտավոր կլինեն գործել ընդհանուր որոշման շրջանակներում։ Որոշումը ուժի մեջ է մտնում մարտի սկզբին։ Ավելի վաղ Վրաստանի նկատմամբ նման միջոցներ են միակողմանի կարգով սահմանել Բալթյան երկրները, Ռումինիան, Բուլղարիան, Չեխիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Ֆրանսիան, Բելգիան եւ Իտալիան։ Իշխող վրացական երազանքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալյան նշել է, որ այդ մեխանիզմի գործարկումը անսպասելի չէր Թբիլիսիի համար։ Նրա խոսքով դա միակ գործիքն է, որը դեռևս մնացել է Բրյուսելի զինանոցում։ Հայտնի է Կանադայում դպրոցի վրա հարձակում իրականացրած անձի ինքնությունը։ Կանադայի Թամբլեր Ռիչ քաղաքի ավագ դպրոցում կրակոցների հետևանքով 9 մարդ, այդ թվում եւ հենց կրակողը, մահացել են։ Առնվազն 25 մարդ վիրավորվել է, նրանցից 2-ը գտնվում են ծանր վիճակում։ Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը հոգեկան խնդիրներ ունեցող 18-ամյա Ջեսի Վան Ռուտսելարն է, ով նախքին դպրոցի վրա հարձակվել է, սպանել է մորը եւ խորթ եղբորը։ Դպրոցի վրա իրականացված հարձակումից հետո նա ինքնասպան է եղել։ Դպրոցում սպանվել է 6 մարդ, այդ թվում 39-ամյա ուսուցիչը, 12-ամյա 3 աշակերտուհի եւ 2 աշակերտ, որոնցից մեկը 12 տարեկան էր, իսկ մյուսը 13։ Կասկածյալի 39-ամյա մորը եւ 12-ամյա խորթ եղբորը մահացած են գտել մոտակա տանը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ հանրապետության տարածքում վաղը գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային եւ հովտային շրջաններում անձրևի եւ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 5-ից 8, իսկ Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 8-ից 10 նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։